Հարցը ուղղում եմ ընդդիմադիր, ասենց ճակերտավոր ասած լրատվական լրագրող այդ նյութերին, որտեղ իրանք արարածներ չեն, նյութ են, ըստ ինձ, չի կարա հայ մարդը այդքան չարիքով ու ատելությամբ լսված լինի, թե իր պետության, թե իր ժողովրդի նկատմամբ։ Բայց ամենայն դեպս վերադառնամ հարցիս։ Ուր է Լևոն Քոչարյանի հրաժարականը ազգային ժողովում հայհոյելու համար։ Ինչու չեք հարցեր տալիս Լևոն Քոչարյանի այդ հայհոյանքի հետ կապված։ Ինչու հարցեր չեք տալիս հրաժարականը ներկայացնելու հետ կապված։ Հիշենք Վիլեն Գաբրելյանի հայհոյանքը, որ էլի ասեմ, ճղում էիք ձեզ։ Միջև չասեմ ինչն էիք ճղում։ Թե արեք, թե լափը տվողը ինքն է, ոնց կարաք իրան ինչ-որ բան ասեք։ Իսկ դուք հայեր ջան, իմ հետևորդներ ջան, ընկերներ ջան, էսի են վիդեոնա, որը որ ես կոմենտներում էլ հայոյանքն ու բանը չեմ ջնջելու, ձեր սրտի կուտակվածը, հոգու կուտակվածը, ասելիքը լրագրողներին եւ նման կեղտերին։ Մեկնաբանությունների դաշտում լսրեք ոնց ուզում եք։ Լավ եղեք, հաջողություն։ Անհնար է ժողովուրդ անկեղծ, ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ արդարադատության նախարարություն, լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության Դուք ձեր էթիկային հետևեք, այդ ինքնավստահությունը ձեզ ով է տվել Փաշինյանը, այդ ինքնավստահությունը լրագրողների հետ այդ տոնով խոսելու, դասախոսություններ կարդալու, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Ավարտեցի։ Չէ, չավարտեցի, հարց տվեցի, դուք էլ պատասխանեք։ Հայաստանի վարչապետը երբեցի բառերը օգտագործում։ Այսինքն դամփելը բառը էթիկայի մեջ անեկան։ կամ եկեղեցականին մանկապիղծ անվանելը ձեզ չի անհանգստացնում։ Հրավիրում եմ արդարադատության նախարարություն, կրկնում իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու եւ մեծ հույս ունեմ, որ այդ քննարկումը օգուտ կունենա եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալու եւ հարցերի պատասխան։ Այդ դասախոսությանը դուք մի հատ մասնակցեք ցանկացած։ Սահմանածով ասեք, որ իրավական լրագրության մասին կարող գնաց խոր։ իսկ բարոյական քաղաքականության մասին